Ողջույն բոլորին, այսօրվա Stone-Talks-ի հյուրն է Ինեսա Զարգարյանը, ինտերիեր եւ էքստերիեր դիզայներ։ Ինեսա ջան, ողջույն։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Այսօր ճիշտն ասած քո համար տենց շատ բան հարցեր ենք պատրաստել, լազայեչնի հարցեր ենք պատրաստել։ Ես էլ եմ լավ։ Սկսենք սկզբից, պատմության։ Ինչու ընտրեցիր դիզայների մասնագիտությունը եւ ինչ դժվարություններ ես ունեցել այդ ճանապարհին։ Մասնագիտությունը ստացվեց նենց, որ իրականում արվեստը իմ ընտանիքում շատ է եղել։ Իմ հայրը եւս դիզայներ է, ու փոքրուց ես տեսել եմ այդ ամեն ինչը։ Իհարկե փոքրուց չեմ ընտրել մասնագիտությունը, բայց երբ որ առօրյայում մոտ շատ ես տեսնում, առնչվում, հայրս գրաֆիկ դիզայներ է, բայց դա վաղուց եղել, որ փոքր էի, այն ժամանակ չկար համակարգիչներ, չկար այս հիմա ինչ որ անում են այդ ձևով, հա, մեթոդներ, ու ես հիշում եմ, ինչպես էր հայրս նենց ձեռքով գծում, ինքը գորգեր էր այդ ժամանակ դիզայնանում, ու այդ process-ը իմ մեջ տպավորվել էր, ու առհասարակ ես դպրոցում լավ եմ սովորել, բայց երբևիցե ինչ որ մասնագիտություն տեսնել, այլ ինչ որ մասնագիտություն չի եղել, որ օրինակ ուզել եմ դառնալ բժիշկ, բայց դառել եմ դիզայներ, ու երբ որ պահ հասունացա, որ պետք է ընտրեի դիզայն, թե չգիտեմ, այլ ճարտարապետություն եւ այլն, ես հասկացա, չէ, իմը դիզայնն է, ու ինձ շատ են այդ հարցը տալիս, որովհետեւ մեր ընտանիքում մյուս կողմն էլ մաթեմատիկոսներ են, ինչու ճարտարապետ չէ, որովհետեւ այդ բոլոր հնարավոր տարբերակները կար դառնալու, ու ես հասկացա, որ արվեստի մարդ եմ ավելի շատ, քան բնականաբար ճարտարապետությունը արվեստի հետ իհարկե կապ ունի, բայց դիզայնը էլ ավելի շատ։ Ճարտարապետությունը ավելի կապ ունի նաև մաթեմատիկայի հետ ու մաթեմատիկոսների հետ, նենց որ երկու ուղղությունն էլ վերցրել ես ինձ թվում, հա, որովհետև այսօրվա արդի, հա, մեր շուկայական աշխարհում չափագրումը, չափերը, քանակները ամեն ինչ շատ պարզ ու հստակ պետք է լինեն, ու այդ դիզայների ամենաառաջի հմտություններից մեկն է։ Նենց որ այդ մասով ամեն ինչ օքեյ է։ Համաձայն եմ։ Տես, այսօր իրական շքեղությունը հայտնի բրենդների ցուցադրության մեջ չի, իմ կարծիքով, այլ ավելի շատ այն մանր աշխատանքի, որին պատրաստ են ու այն մանրուքները, որոնք կարող են տեսնել մենակ իսկական մասնագետները ու ավելի շատ handmade, հա, աշխատակիցները, գործանողները, չգիտեմ, քանդակագործները ու այդ տեսակ բաներ։ Թրենդներին համապատասխանում է արդյոք այդ մոտեցումը, թե չէ։ Ես իրան չէի անվանի թրենդ, ես կասեի դա պրոֆեսիոնալ աշխատանք է, երբ որ դու փորձում ես բրենդը բացահայտես, ոչ թե ուղղակի սիրուն նկար ստանաս Pinterest-յան, այլ բացահայտես բրենդը դիզայնով, դա պետք է կարողանալ շփվել պատվիրատուի հետ, հասկանալ ինքը ինչ է ուզում, որ կարողանաս իր բրենդը բոլոր այդ ոնց նշեցիր մանրուքներով, շատ կարևոր դետալներով, շատ ժամանակ միգուցե շատ գլոբալ բաների ուշադրություն են դարձնում, բայց մանրուքները այնքան կարևոր են։ Ես հիմա եմ այդ հասկանում, այս պահին ես հենց վերանորոգման փուլի մեջ եմ ու այդ ամեն դժվարություն, ամեն օրվա զանգեր, չգիտեմ, էսի սենց, այն չափը սենց, այնի փոխվեց, այնի սենց եղավ, այդ ամեն ինչը սեփականատիրոջը իրականում կարա եւ նյարդայնացնի, բայց մեր պարագայում, քանի որ ես համարում եմ այդ շրջանակների մարտինց, կարող է հաճույք պատճառի, ոնց որ շատ դեպքերում չհաշված բացառությունները ինձ հաճույք պատճառում, չնայած որ դժվարությունները շատ են։ Բայց այնուամենայնիվ, եթե անդրադառնանք թրենդներին, կային մի քանի դիզայներական ոճեր, որոնք մի քանի տարի առաջ իրականում չկային, ու ես հիշում եմ 2000-ական, 2010 թվականների ժամանակ կար մի արտահայտություն, որով ամեն ինչ ասված էր, Եվրո ռեմոնտ։ Մարդիկ ասում էին Եվրո ռեմոնտը արած, ուրեմն այդ տունը լավ տուն էր նշանակում, ուրեմն այդ ռեմոնտը լավ որակի ռեմոնտ էր, ու այդ ժամանակ համենայն դեպս եթե անգամ պատվիրակում էին դիզայներներին, շատ քիչ էին պատվիրակում ու վերջի տասնամյակում նոր այդ դիզայներական թե ոճերը, թե դիզայներական ընկերությունները զարգացան, աճեցին ու մարդիկ իրենց հետ նաև բերեցին ինչ որ նոր ոճեր, չգիտեմ, այնտեղ
բետոնային կազմվածքով, ոչ տարբեր տեսակի, որտեղ քար է օգտագործվում, որտեղ չի օգտագործվում, որտեղ ներկը տարբեր տեսակի է եւ այլն։ Ես էլ այդ ոճերը իրականում անգիր չգիտեմ։ Ինչով է դա պայմանավորված։ Տես, կարծում եմ շատ վաղուց, երբ որ նշեցիր, նույնիսկ Եվրոպան տեղյակ չի եղել, մենք ունեցել ենք Եվրոռեմոնտ, դա պայմանավորված է նրանով, երևի թե ժամանակ կար, որ մարդիկ չէին հասկանում այս մասնագիտության կարիքը, պահանջը։ Երևի թե սխալվելով, ինչ որ վերանորոգման մեջ հասկանալով, որ բարդություններ կան, որոնք պետք է հենց մասնագետը լուծի, կարծում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ ժամանակի ընթացքում եկանք նրան, որ ինտերիեր դիզայները դա մարդ է, ով որ անհրաժեշտ է վերանորոգման ընթացքում, որովհետև ինտերիեր դիզայները վերցնում է մի հատ շատ մեծ պատասխանատվություն, հոգս, այսինքն պատվիրատուի հոգսը այդ վերանորոգման վերցնում է իր վրա, դա կլինի թե այդ էսթետիկ սիրուն ոճային մասերը, թե արդեն շինարարական, իսկ ինչ վերաբերում է ոճերին, ոճը դիզայնում, ես կարծում մարդու, ես շատ ոճերով եմ աշխատում, ինձ ասում են դու ունես քո սիրելի ոճը, ես ունեմ անձամբ ես, բայց ես կարծում եմ, որ բոլոր ոճերը ունեն համապատասխան մարդկանց, այսինքն ոճը արտահայտում է մարդու ներքինը, դու միգուցե սիրում ես, չգիտեմ, կլասիկա, ես սիրում եմ մինիմալիզմ, ու դիզայների ամենագլխավոր նպատակը այդ ոճը ճիշտ գտնելն է մարդու մեջ։ Դիմացին պատվիրատուի մեջ բացահայտել, նույնիսկ պատվիրատուն կարող է չհասկանա ու մեծամասամբ այդպես է լինում, գալիս են ասում են ես սիրում եմ սա, բայց ես չգիտեմ դա որ ոճն է։ Ամենագլխավոր ու հավես պահը, որ դու բռնում ես այդ ոճը, դու հասկանում ես ու բացահայտում ես, որ գիտեք, ձեր սիրած ոճը օրինակ կլասիկան է, բայց դուք չեք մտածում։ Ու այդ պահից ասում եմ ուրիշ աշխարհ է բաց։ Ես կարծում եմ, որ տվյալ տարածքը, որ վերանորոգվում է պատվիրատուի կողմից, պետք է համապատասխանի առաջերտին իր տրամադրությանը, իր ապրելակերպին, իր կենսաբանական մշակույթին, սենց ասած, ու չեմ կարում հասկանամ ու չեմ կարում ընդունեմ այն փաստը, որ շատ դեպքերում հետևյալ տարբերակն է, որ փորձում ենք համոզենք, որ սա ավելի լավն է կամ սա ավելի գեղեցիկն է։ Ոնց որ դու նշեցիր, ցանկացած մարդ, ցանկացած դիզայներ կարա ունենա իր նախընտրած, իր սիրելի ոճը, որը պետք է օգտագործի իր տարածքում, ոչ թե դիմացինի տարածքում, ու այդ ամեն ինչը պետք է կարողանալ, այո, հոգեբանական ինչ-որ սկիլներ ունենալ, որ դիմացինի ոգեշնչումը, դիմացինի ոճը կարենանք ավելի շուտ։ Իմիջիայլոց համալսարանում հոգեբանություն դասավանդում են, անցնում եք։ Ցավոք չէ, բայց կարծում եմ շատ պարտադիր։ Ես ճարտարապետականի անձնակազմին անպայման կասեմ, որ պետք է անպայման պետք է դիզայներները հոգեբանություն սովորեն։ Տես, վերջին տարիներին դիզայներները վաճառում են ոչ թե նախագիծ, այլ վստահություն առաջի հերթին։ Հաճախորդը ընտրում է այն մասնագետին, որի մասին նոր խոսեցինք, որը կարող է բացահայտել դիմացինի ճաշակը, ապրելակերպը, իրեն հոգեարազատ ոճը։ Ու այդ ամենի պատճառով այսօր ցանկացած ոլորտում իմ կարծիքով, բայց նաև դիզայներական ոլորտում անձնական բրենդը դարձել է կարևոր մի երևույթ մեր կյանքում ու անձնական բրենդի հիմնական արտացոլումը այդ մեր սոցիալական կյանքն է, ասենց ասած։ Ու ես տենում եմ, որ դու էլ ես Instagram-ում ու սոցցանցերում շատ ակտիվ։ Ուզում եմ մի քիչ այդ սոցցանցերի հարցը քննարկենք, ինչքանով է դա ակտուալ, ինչքանով է դա օգտակար առաջի հերթին, որովհետև հաջորդ հարցը ուղիղ կապ ունի դրա հետ։ Սկսեմ սկզբից, որ սկսեցիր խոսել վստահությունից, հա։ Տես, ամենակարևոր բանն է, երբ որ գործը սկսում ես, եթե վստահություն չեղավ, չի կարա գործը առաջ գնա, ու ես կբաժանեմ վստահությունը ոնց են ձեռք բերում երկու ճյուղի։ Առաջինը դա վիզուալ, որ sense միանգամից իմ կարծիքով դիզայներն ու դա ճաշակն է, միանգամից ինչ ճաշակի տեր մարդը, ինչ վիզուալ, ինչ տեսք ունի, դա միանգամից կարծում բոլոր ոլորտներում կապ չունի միայն այս մեր քննարկումը։ Եվ երկրորդը ամենակարևոր փաստը դա արդեն ընթացքում է, ոնց որ բացահայտվում, դա գիտելիքն է։
այսինքն միայն տեսքը, միայն ճաշակը բավարար չի, շատ կարևոր է, դա առաջնային ընտրության ոնց որ անհրաժեշտ բանն է, տենց են ընտրում կարծում եմ, բայց երկրորդ ամենակարևոր շարունակական, որ պահում այդ ամեն ինչը, դա գիտելիքն է։ Մեկը մյուսի հետ շատ սերտ կապ ունեն։ Ու ոնց է ստացվել, որ ես շատ եմ լսում, որ իմ պատվիրատուները ասում են, մենք մի անգամից քո ճաշակը նկատեցինք, դա իհարկե ոչ ինտերիերի հետ կապ ունեցող ինչ որ արտաքին դետալները կարող են լինել մեկ ուրիշի համար պահելաձևը, խոսելաձևը, այդ ամեն ինչը շատ մեծ կապ ունի ու նույնիսկ այդքան շատ հոգեբանության հետ այնքան sense իրար հետ սերտ կապված են, իսկ մյուսը արդեն երբ որ սկսում ես process-ները, իհարկե այդ աղապար այդ սիրուն տեսքը պետքա պահի գիտելիքը, եթե գիտելիքը չեղավ, այդ կկոտրվի ու չգիտեմ, վատ արդյունքների կբերի, այդ առումով շատ եմ իմ վրա աշխատել, դեռ որ կարիերաս նոր էի սկսում ու հասկանում էի, որ վստահությունը գիտելիքով, այսինքն դու պետքա կարողանաս դա տաս, ինֆորմացիան պատվիրատուն, որովհետև քեզ դիմում են, որովհետև իրենք այդ սֆերայից մաքսիմալ հեռու են, իրենք չեն կարողանում ինքնուրույն անել դա, այսինքն դիմում են, որ դու անես ամբողջությամբ, իսկ որ դու անես, դու պետք է ունենաս համապատասխան գիտելիք։ Ու խոսալու ընթացքում դու խոսում ես, պատմում ես, բնականաբար լիքը հարցեր են տալիս ու երբ որ դու կարողանում ես մաքսիմալ այդ հարցերի պատասխանը տալ պատվիրատուին, ինքը սկսում է քեզ աստիճանաբար վստահել, արդեն իրական վստահությունն է այդտեղ գալիս, հա, այսինքն իր տունը, կոմերցիոն տկապ չունի, իր փոքրիկ երեխային տալիս է, ուզում է վստահի քեզ, ու երբ որ դու կարողանում ես այդ վստահությունը տաս պատվիրատուին, արդեն ինձ թվում է գործի կեսը արված է։ Այդ ինձ թվում է առաջի հատվածն է, եթե վերանորոգումը բաժանենք բլոկների, սենց ասած հատվածների, հա, նախագիծ, դիզայն, հետո աշխատանքներ, ավարտական աշխատանքներ ու հանձնում։ Այդ ամենագեղեցիկ, սիրուն, առանց նյարդերի իրավիճակն է, բայց ինչ եմ ուզում ասեմ, այս վերջի 20-ամյակում ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ զարգացավ, ոճեր ավելացան, ոճեր փոխվեցին, բայց մեր արհեստավարժ, հա, աշխատակիցները, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր հենց անում են դա, շատ դեպքերում չեն հասցնում իրականում դիզայներների զարգացման տեմպին, աշխարհի զարգացման տեմպին ու դառնում է այնց իրավիճակ, որ շատ դեպքերում մենք բողոքում ենք, հա, վերանորոգող անձնակազմից, բայց չենք կարող նաև հասկանանք, որ այդ մարդկանց դժվար է դիվերսիֆիկացվել այս վերջի տարիների ոճերի փոփոխությունից, այսինքն կան մարդիկ, ովքեր անգամ դիզայն պրոյեկտով չեն աշխատում, եթե իրանք շատ լավ արհեստավորներ են, բայց եթե կա դիզայն պրոյեկտ, իրանք դիզայն պրոյեկտով չեն անում են իրանց ձեռքի աշխատանքը։ Կան մարդիկ, ովքեր ուզած թե չուզած ուզում են դիզայն պրոյեկտով անեն, բայց չեն կարողանում անել ու հետո առաջանում է ամենամեծ խնդիրները, ամենամեծ խնդիրները, չափերի, նյութի ընտրության եւ այլն։ Ու շատ քիչ են այն արհեստավորները, ամենայն դեպս ես քչերին եմ հանդիպել, ում հետ կարելի է ուղակի տան կամ, չգիտեմ, տարածքի բանալիները հանձնել, պայմանավորվել ժամկետ, այդ ժամկետը անցնի, գաս, բանալիներդ վերցնես, բացես ու մտնես քո տարածք։ Այդ շատ քիչ է։ Այս մասով ուզում եմ հավելեմ նաև, որ քանի որ մենք նույնպես ինտերիեր դիզայնում աշխատում ենք, դիզայներների հետ աշխատում ենք, շատ պրոյեկտներ ենք ունեցել ինտերիերի ու վերջին տարիներին, մասնավորապես վերջի 5 տարվա ընթացքում, երևի թե ճիշտ եմ, եթե չեք ուղես, բնական քարի օգտագործումը ինտերիերում շատ ես չեմ սիրում իրականում այդ թրենդային այդ ամեն ինչը, բայց շատ ավելի մոդայիկ է կամ շատ ավելի գեղեցիկ է ու այդ մասով մեզ նաև ստիպեց այս ամեն ինչը վերցնել նոր ուղղություն, Stone Market-ի ուղղությունը, որը Innovation Marketplace է ու հենց մասնագիտացած է ինտերիոր դետալների վրա։ Ինչը բերեց դրան, որ մարդիկ սկսեցին քարը օգտագործել ինտերիերում։ Կարծում եմ, որ քարը առհասարակ նյութերը, որոնք բնական են, դա կլինի փայտ, քար, բնություն է ներս բերում, այսինքն մարդիկ նույնիսկ ակամա առանց գիտակցելու ասում են ես սիրում եմ բնական քար, բայց որ դու հարցնես ինչի, կարող չկարողանամ պատասխանել, բայց մի քիչ երկար խոսալուց ասում ես, որ ինքը ուզում է բնություն ներս բերի։ Շոշափի, զգա, տեսնի այդ գույները, ցանկացած նյութ, բնական նյութ արտացոլվում է մեր բնությունը, այսինքն դու այդ անշուտ
տարածությունում ուզում ես բերես նենց բան, որ քեզ տաքություն կտա, որ հաճելի կլինի տեսքով միանշանակ ես կողմ եմ բնական նյութերին, շատ սիրում եմ օգտագործել։ Ինքը հա, այս պահի դրությամբ համարում եմ, որ թրենդի մեջ է, իր պիկին է այս պահին, շատ ուրախ եմ։ Շուտ է փոխվելու այդ թրենդը։ Տես, օրինակ կան թրենդներ, որոնք ես մտածում եմ ու տենց էլ կլինի, որ 1-2 տարի հետո դրանք կգնան ու հաստատ ով որ օգտագործել է, արդեն կասի, օ, այդ դուրս չի գալիս, փոխեմ։ Հնությունը։ Հա։ Տենց իրոք տենց է լինում, նույնիսկ այդ բան որ ասում են, չէ, սա իմ դուրը գալիս հաստատ մի 10 տարի ես սա կուզենամ տեսնեմ, չէ։ Եթե դա թրենդ է, նենց մնայուն բան չի, որ իրոք մնալու է ու քո աչքը չի հոգնել դրանից, դուրս է գալու։ Իսկ բնական նյութերը առհասարակ թրենդից չեն կարող դուրս գալ։ Ես կասեի ուղղակի դա հիմա պոպուլյար է, բայց դա թրենդ չի։ Ինքը համարվում է մնայուն բան։ Դա կլինի ինչ-որ փոքրիկ սեղան, կլինի ինչ-որ մեծ պատ։ Ցանկացած ժամանակաշրջանում, օրինակ ես ճամփորդելուց շատ ուշադրություն եմ դարձնում իմ տարածքը, ինչ է ինչ շրջապատում ու հենց բնական քար ինքը չի կարա դուրս գա։ Բնական քարը այն հիմքն է, հասկանում ես, այդ ինտերիերում ինքը ուղղակի սկսեց հետը, բայց չնայած, գիտես, այն ժամանակ ավելի շատ էին բնական քար օգտագործում ինտերիերում, հա, բայց ավելի ճարտարապետական տեսքով, եթե պատերի վրա նկատած կլինես, ինչ որ կար բնական քարը ավելի շատ էր։ Հիմա մարդիկ փորձում են ավելի դետալներով ընդգրկել, սեղան եւ այլն, բայց մի այլ հաճույքը, որ ավելի մեծ խոշոր չափսերով ես քարի հետ աշխատում, ճարտարապետական ֆորմաներ ես ստանում, հենց մեկը ինտերիերում։ Հաճելի կլինի, բա ինչ կլինի, մենք ենք դրա հետևում ու այդ ամբողջ չարչարանքը իրականում մեր պարագայում ասեմ որպես արտադրող ու որպես ինտերիերում աշխատող մասնագետ վերջնարդյունքը ամենակարևորն է իհարկե, բայց բոլորը Instagram-ում, սոցկայքերում տեսնում են վերջնարդյունքը, իդեալականը, բայց չեն տեսնում են ամբողջ աշխատանքը, այն ամբողջ մարդկանց գործառույթները, ովքեր որ այդ պրոդուկտի, այդ ինտերիերի վրա աշխատել են ու ամենակարևորը եւ ըստ ինձ, որ դիզայներն ու արտադրողը կամ չգիտեմ ներմուծողը իրար հետ կարողանան հարաբերվել որպես գործընկերներ, ոչ թե որպես պատվիրատու ու արտադրող, այլ որպես գործընկերներ ու կարողանան շփվել, կարողանան քննարկել ու երկու կողմն էլ ընդունակ լինի քննարկման արդյունքները ընդունելու առաջի հերթին ու շատ կարևոր է մասնագետի կարծիքը հաշվի առնել։ Օրինակ կան դեպքեր, երբ որ ես հրաժարվում եմ այն պարագայում, եթե օրինակ օգտագործվում է քար մի միջավայրում, մի տեղում, որտեղ որ կոնկրետ այդ քարը չի կարելի օգտագործել։ Ես հրաժարվում եմ այդ տեսակ պրոյեկտներից ու ասում եմ թե ինչի, ասում եմ որ կամ եկեք փոխենք, ուրիշ քար ընտրենք, քարերը բազմազան ու բազմատեսակ են, որ պատվիրատուն սիրում է օրինակ, չգիտեմ, տուֆ կամ տրավերտին, այդ չի նշանակում, որ այդ մարդու սանհանգույցում պետքա լինի տուֆ կամ տրավերտին, բացառվում է դա։ Կարա հիմա զարգացել է ամեն ինչ, տրավերտինի արտաքին տեսքով էլ կերամագրանիտներ կան, տուֆի էլ կան հաստատ, ինչ որ 3D պանելներ են հիմա մտել շուկա, բայց իրականում երբ որ դիզայների հետ չի ստացվում այդ գործընկերական հարաբերությունները, պրոյեկտն էլ չի ստացվում։ Ես այդ կարծիքին եմ, դու։ Ես միանշանակ նույն կարծիքին եմ ու գիտես, դա բոլոր կողմերին է վերաբերվում։ Վերանորոգումը այդ մի հատ sense կապակցված գործողություններ են, որոնք կապ ունեն։ Դա կլինի շինարարը, կլինի հենց մեկ առաջինը պատվիրատուն, որը որ պատվիրատու չի իրականում ինքը ընթացքում դառնում է քո մի մասնիկ առօրյայի։ Նույնը շինարարական թիմը, նույնը կլինի հենց ձեր հետ աշխատել հատ թիմի, ովքեր որ կապալառուները կողքից կլինեն, այդ ամբողջը իրար հետ շատ մեծ կապ ունի ու եթե այդտեղ մի հատ թել կտրված, այսինքն չհասկացաք իրար կամ չուզեցիք հասկանալ։ Շատ կարևոր է, ոչ մեկ իդեալական չի ու բնականաբար ավելի բարդ պրոյեկտներում լինում են հարցեր, որոնք քննարկման ենթակա են։ Հա, նենց բան, որ սովոր ենք անելուն կամ վարպետներն են սովոր անելը, դա առանց քննարկման հեշտ անում ենք, բայց ամենահետաքրքիր մարտահրավերը, երբ որ
ինչ որ հետաքրքիր բան ես մտածում, նույնիսկ ես կողմ ինչ որ մատիտը ձեռքս վերցնեմ, այդպես պրոյեկտ էս վերջում եղել էր բավականին մեծ ու ինձնից հասնում էր կոնցեպտ մշակել։ Ես այնց ոգևորված գծում եմ եւ ես դեռ չգիտեմ դա ոնց է իրականացվելու, ու դե քարով հետաքրքիր ֆորմաներ էր։ Ես արեցի, ես չգիտեի դա այդ պահին կլինի, թե չէ։ Իհարկե, երբ որ արդեն հասնի բանը նրան, որ դա պետք է իրագործվի, միգուցե եւ իմ պատկերացրածը 100%-ով չիրականացվի, վիզուալ միգուցե իրականացվի, բայց կոնստրուկտիվ առումով ես օրինակ բաց եմ։ Միգուցե օրինակ իրար հետ խոսում ենք, ասում ես, գիտես ինչ, այս մեծ կամարը որ արել, այսինքն կոնստրուկտիվ առումով, գիտես, sense մեծ նյուանս է պետք անել։ Ես միանշանակ բաց եմ, կարծում դա պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, երբ որ մասնագետը ուղղակի չի ուզում, պատրաստ է լսելու, քննարկելու, այդ ամեն ինչի շնորհիվ է լավ պրոդուկտ ու լավ արդյունք ստեղծվում։ Ու շատ հարցեր ունի, ինձ թվում է եւ վերանորոգման մեջ եւ այդ այնց բարդ սիտուացիաներում պետք է լսել իրար ու փորձել լուծում գտնել։ Բնականաբար դիզայները ես կարծում եմ միշտ պետք է վստահ լինի իր արածի վրա ու ուզենա որ դա ստանա։ Բայց պետք է ճիշտ մոտենա հարցին, որ համ իրազացավ լինի, բայց համ էլ ճիշտ ու կարողանան դա իրագործեն։ Ամենակարևորը բանը իրագործելի լինի ամեն ինչ։ Հա, անպայման միանշանակ ու ես էլ եմ այդ կարծիքին, որ պետք է համագործակցություն առաջի հերթին։ Տես դիզայներական շուկան ասացինք, որ վերջին տարիներին ահա որ ակտիվ է, ահա որ զարգանում է, արագ է զարգանում։ Երբ որ ես իմացա, թե քանի դիզայն ճարտարապետական ընկերություն կա գրանցված կամ անհատներն էլ հետը չեմ կարող կոնկրետ ասեմ, ուղղակի զարմացա, արդյոք մեր շուկան այդքան մեծ է, որ այդքան մոտ 4000, եթե չեմ սխալվում, դիզայներ անհատ ու դիզայներական ընկերություններ կան։ Շատերը հիմա աշխատում են նաև դրսում, շատերը աշխատում են տեղական շուկայում, հասկանում են, որ շինարարական բումը մոտավորապես, եթե ճիշտ եմ հիշում թիվը, 25 թվականին հանձնվել է 250,000 բնակարան, բնակֆոնդ, կոմերցիոնները չհաշված, ու այդ ամենը հասցնում են սպասարկել դիզայներները։ Տես, իրականում իրոք մեր ոլորտը բավականին շատ մասնագետներ ունեցավ։ Ես այդ հարցին մի քիչ այլ ձև եմ մոտենում, որովհետև շատ չի նշանակում բոլորը որակով են, մի քիչ տխրությամբ եմ ասում, մի քիչ ուրախությամբ, որ առաջին ուրախությամբ ինչի, որովհետև ուրախ եմ, որ այս ոլորտը զարգանում է Հայաստանում առհասարակ, տարի առ տարի, բայց տխուր եմ, որ արժեզրկվում է ինչ-որ չափով։ Գիտես ինչի, շատ են հիմա մտածում, կարծրատիպ կա, որ ընդամենը մի քանի ամիս կուրսեր անցնելով, դա միայն բավական է։ Չէ, դա միայն բավական չի, դա շատ լավ սկիզբ է, դա շատ լավ ինչ-որ, չգիտեմ, շարժա դեպի մեր մասնագիտություն, չնայած որ եթե ինձ հարցնես, ինչ խորհուրդ կտաս նենց մարդու նոր պետք է մեր ոլորտում, միանշանակ համալսարանական պրոֆեսիոնալ կրթություն է, բայց եթե օրինակ, չգիտեմ, կյանքի բերմամբ արդեն դու անցել ես այդ փուլը, էլ համալսարան չես կարա դիմես, օքեյ, կուրսեր անցի, բայց այնքան մեծ աշխատասիրություն է պետք ու ցանկություն, որ հասկանաս, որ միայն նկար ստանալով, միայն ծրագրային գիտելիքներով չես կարա դու բավարարես այդ պահանջը ու այդ շատերը չեն հասկանում ցավոք ու նենց բաներ են առաջարկում պատվիրատուներին, որ որակ չի դա, ուղղակի ինչ-որ թյուրիմացություն։ Ես իրականում կարծում եմ, որ կուրսերի գնացած մարդկանց, շատ կարևոր է նաև թե այդ կուրսերը որտեղ են անցնում, ով է դասավանդում, որովհետև հիմա տեսնում ենք այդ շուկան էլ է զարգանում, կա պահանջ այդ ոլորտի, մարդիկ բացում են իրենց դպրոցները, սկսում են դասավանդել, բայց ես այն կարծիքին եմ, որ մոտավորապես 100 մարդուց ով կուրս է անցել, կարա լավ դիզայներ, որակյալ դիզայներ դառնա 2-3 մատերի վրա հաշված մարդ ու որոշակի ֆիլտր է պետք օգտագործել, որպեսզի կարողանան տարանջատել։ Բայց դրա հետ մեկտեղ ես տենում եմ, որ ձեր համայնքը նաև միասնական է շատ, համախմբված է, իրար հետ լիքը տրիպեր եք ունենում, Միլան, չգիտեմ, Դուբայ, տարբեր ցուցահանդեսների ու բացի ցուցահանդեսներին նաև վերջի տարիներին տենդենց կա, որ գնում եք արդեն կոնկրետ արտադրություններ։
process-ն ավելի շատ երևի թե ձեզ գրավում, բայց ի տարբերություն մեր ոլորտի, մեր ոլորտում համայնքը այդքան միասնական դեռևս չի, բայց ես վստահ եմ, որ կկարողանանք միավորել։ Ձեր ոլորտը շատ տենց ակտիվ ոլորտ է ու ինձ այդ դուր է գալի ու այդ միջավայրն է դուր գալի, որ կոնկուրենցիա կոչվածը ձեզ չի խանգարում, կոնկուրենցիա բոլոր տեղերում կա, այդ փաստը ընդունում ենք, օքեյ, բայց այդ ձեզ չի խանգարում կոնկուրենցիայի ժամանակ ձեր կոնկուրենցիան անեք, համագործակցելու, չգիտեմ, իրար հետ շփվելու ժամանակ շփվեք։ Այդ շատ լավ եմ գնահատում։ Իրականում շատ ճիշտ բան ես նկատել։ Ես այնքան շատ եմ սիրում մեր ընդհանուր այս կարելի է թիմ դիզայներական, դա բոլորս իրար հետ այնքան լավ ենք շփվում, թե գործնական առումով, թե անձնական, ու մեզ միավորում է երևի թե մեկ գաղափարի շուրջ այդ ամբողջ process-ները տանել, շփվել, ու մեր մեջ եթե կա նույնիսկ մրցակցություն, դա առողջ մրցակցություն է, դա նորմալ է, բայց քո նշած օրինակ այդ երկրից դուրս, իդեպ այս վերջին տարիներին մեր գործընկերները շատ ակտիվ այդ տենդենսը կա, որ մեզ առաջարկում են, մենք գնում ենք երկրից դուրս գործարաններ, ամենամասնակետի համար հետաքրքիր ու կարևոր բաներից մեկը դա է, որովհետև առաջինը հետաքրքիր ինչի դու բացահայտում ես կոնկրետ բրենդը ու ինչ ձև է դա արտադրվում գործարաններում, ոնց այդ process-ները գնում, երբ որ դու այդ գիտելիքը հավաքում ես, գալիս ես արդեն մեկ այլ պաշարով պատվիրատուին արդեն ուրիշ ձև ես դու այդ նյութը օգտագործում, դա մասնագիտական առումով, բայց նույնը այդ շփման առումով դու բոլորի հետ շփվում ես։ Ես այնքան շատ եմ սիրում շփվել մեր ոլորտի մարդկանց հետ, որովհետև այսպես խոսելով լիքը գիտելիքով, լիքը ինչ-որ տպավորություններով կիսում ես, հասկանում ես ինչքան ռեսուրս ես դու վերցնում, տալիս, այդ process-ը այնքան հետաքրքիր է, ես իրականում շատ ուրախ եմ, որ մեր այս շրջապատը, հա, մեր ոլորտի շատ համերաշխ ու շատ իրոք հետաքրքիր, բոլորս հետաքրքիր անձինք ենք, կիսվում ես, տեսնում ես թեկուզ միջոցառումներին, թեկուզ երկրից դուրս, այդ շատ կարևոր ու լավ բան է կարծում եմ, որ ամեն ոլորտում ցավոք չկա, բայց մենք շահել ենք։ Հա, իրականում այդ շատ ուրախալի փաստ է։ Ինես, գիտեմ, որ դու նաև Հայաստանից դուրս ես աշխատում, մասնավորապես Դուբայում, ու ինձ մի հատ շատ կարևոր հարց է տանջում, քանի որ այնտեղ էլ է շինարարական բում, ստեղ էլ է շինարարական բում։ Եթե վերցնենք նույն բյուջեն, որոնք են Դուբայի պատվիրատուների ու Հայաստանի Երևանի պատվիրատուների տարբերությունները։ Հետաքրքիր հարց ես տալիս, իրականում, այսպես ասեմ, որ դու էլ պատկերացնում ես, իմ աշխատանքային փորձը բնականաբար Հայաստանում էլ ավելի շատ է, քան Դուբայում, որովհետև այս վերջերս եմ սկսել գործունեություն ծավալել, բայց կարամ փոքրինչ տարբերությունները ասել, տես, մեզ մոտ շատ հարաբերական է, մարդիկ այդ գումարը ծախսելու ինտերիերի վրա այլ ձև են նայում, լրիվ ուրիշ տեսանկյունից, Դուբայում մի քիչ այլ է, տարբերվում է, այնտեղ ես ինքս որ աշխատել եմ վարձով բնակարանների, հա, այդ կոնցեպտով եմ դեռևս աշխատել, այո, եւ կարամ ասեմ, որ այնտեղ ստանդարտները այլ են, առաջին տարբերությունը դա է, մեզ մոտ մի քիչ այլ է ու այնտեղ ֆինանսապես միգուցե եւ այո, պատրաստ են ավելի շատ գումարներ դնել, բայց մեզ մոտ էլ որոշ դեպքերում դա կա, ուղղակի մեզ մոտ նաեւ դեռ երբ թե նրանց որ զարգացած չեն հասկանում ինչի ներդնել, պետքա բացատրես որ հասկանան, իսկ այնտեղ պատրաստ են միանգամից, որտեղ իրենց մոտ ավելի ստանդարտ է, բոլորը տեղյակ են, բացատրելու կարիք չկա, ավելի հեշտ է այդ առումով աշխատանքը գնում։ Հայաստանում ես այդ առումով մի քիչ հոգեբանորեն միգուցե եւ աշխատանք եմ տանում սկզբի շրջանում, որ բացատրեմ ինչի ներդրում անել, ինչի արժի անել, այնտեղ ավելի հեշտ է իրականում ինչ որ արել եմ, ավելի այդ process-ը հեշտ է գնացել, քան Հայաստանում։ Ինձ թվում է հեշտ է, որովհետեւ հիմնական մասը հենց ոնց նշեցիր, հա, կոմերցիոն բնակարաններն են, այսինքն վարձույթով տրամադրելու բնակարաններն են, չնայած որ ստեղել են հիմա դրանք շատ։ Ես այն ինչ որ ես եմ տեսել, կարծիքս հետևյալն է, տեղի մարդիկ, այսինքն արաբական, հա, աշխարհի ներկայացուցիչները միշտ նախընտրում են իրենց արաբական մոտիվները, արաբական ոճը, բայց քանի որ գիտենք, որ Դուբայի գնորդների, հա, Քանի որ գիտենք, որ Դուբայի, հա, բնակարանների շուկայի գնորդները հիմնականում օտարերկրացիներ են, նաև հայեր վերջի տարիներին շատ ակտիվ, ու հիմնականում կոմերցիոն նպատակներով է, ինձ թվում է ավելի շատ մինիմալիստ, թեթև, հանգիստ ոճի մեջ է հիմնականում լինում վերանորոգումը, որ նախ
բյուջեն ցածր լինի կոմերցիոնների դեպքում այդ պարտադիր է, ամ մարդուն ոնց որ հանգիստ լինի, որովհետև այդ բնակարաններում մարդիկ սովորաբար երկարաժամկետ չեն բնակվում։ Տես, օրինակ, ինչին ես որ առնչվել եմ, որակի տեսանկյունից փորձում են որակով անել, ինչը որ Հայաստանում այդքան էլ չեմ նկատել։ Բյուջեն իհարկե լինում է սեղմ, բայց որոշ բաներում հստակ ունեն որակական պահանջներ Դուբայում։ Հայաստանում ուղղակի հանձնում են բնակարան, շատ ես նենց վատ դեպքեր եմ իրոք տեսել, որ ասում ոնց կարելի է այդ խղճով այդ բնակարանը հանձնել։ Այնտեղ այդ առումով ավելի հեշտ է աշխատելը, որովհետև վստահություն կա այդ որակական առումով։ Այստեղ փորձում են էլի սեղմ բյուջեով, բայց սեղմի սեղմ շատ վատ ձևով, հա, որ որակը ամեն դեպքում կարևոր է, օքեյ, վարձով, օքեյ, մշտական բնակվող չկա, բայց ամեն դեպքում մարդուն ես դա տալու, չէ՞։ Հա, իհարկե։ Շահագործման ես տալու մարդուն, ում մասին դու ինչ որ չափով պետք է մտածես, կարծում եմ։ Տես, Դուբայի քարի ոլորտը ուսումնասիրելով, հանդիպելով ընդեղի տեղի դիզայներներին, հիմնականում ռուս ազգությամբ, ովքեր հայտնի պատճառներից դեպքերից հետո տեղափոխվել են սկզբում Հայաստան, հետո Դուբայ, իրանք շատ մեծ խնդիր ունեն հենց քարի արհեստավորների ու քարի մասնագետների հետ։ Դե բոլորս գիտենք, որ Դուբայը ներկրող երկիր է ու ամեն բան ներկրվում է, տեղում շատ քիչ արտադրություններ կան, նաև իհարկե քարն է ներկրվում, ամբողջ աշխարհից է ներկրվում, բազմատեսակ, բազմաժանր, ինչ ուզենք կա շուկայում որպես քար, բայց այն մասնագետները, այն ընկերությունները, որոնք այդ քարը կարողանում են լավ մշակել ու ճիշտ, մատուցել գնորդին, շատ քիչ են։ Ինձ դիզայներներից մեկը ընտեղի ասաց, որ կա ընդամենը 4 նորմալ ընկերություն քարի հետ աշխատող, որոնք այնքան ծանրաբեռնված են, որ մենակ կոմերցիոն առաջարկ ուղարկելը տևում է 4 շաբաթ ու այդ մեր համար նորմալ է, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Ու դրանից հետո տենց մտածում էինք ինչ կարելի է անել, որ այդ շուկան էլ ինչ որ ձևով, ինչ որ մի կետում կարողանանք մեր ձևով ներկայանալ։ Առաջի կետը հենց էքսպոներն է ու դրան հավելվում է նաև, որ մենք հիմա աշխատում ենք նաև ընդեղի դիզայներների հետ, փորձում ենք համագործակցենք Stone Market-ի ուղղությամբ, որ նաև որոշակի ինտերիեր դետալներ, որոնք ապահով են տեղափոխման համար, ծովային բեռնափոխադրման համար, փորձենք կամաց նաև ուղարկել այդ շուկայում մեր դերը ունենալ։ Ու այս ամեն ինչի մեջ հետաքրքիր է, որ քարի արհեստավոր կոչված մարդը, որը իմ կարծիքով ամենա տղամարդկային կերպարներն են իրանք ու ժամանակի ընթացքում նորերը շատ քիչ են ու չեն փոխարինում, այդ բալանսը չի պահպանվում։ Օրինակ, եթե ունենք 100 կամ 200 մասնագետ քարի, հիմա նորերը գալիս են 10, 20 ու իհարկե նորերի եկած լավ մասնագետները շատ ավելի լավն են, վիրտուոզ ժողովուրդ կան իրանց մեջ, բայց մեկ այդ բացը չի կարում փակվի։ Տես, օրինակ կարծում եմ համատական անցկացրեցիր ինչի այնտեղ կա մասնագետի խնդիր, այստեղ համատաբար ավելի քիչ է, ինչքանով որ ես առնչվել եմ, կարծում եմ մեր մոտ եկել է դեռ վաղուց, չգիտեմ, նկատած կնես, որ գերդաստանով, չգիտեմ, դեռ ապուպապից սկսած օրինակ քանդակագործները կամ քարի հետ գործ են արել ու դա սենդեսերում փոխանցվել, այսինքն երբ որ դու տեսնում ես քարի հետ ես միշնում շփվում ես, քո մոտ այդ ձիղը արդեն կա, վերջ, դու արդեն կարողանում ես դառնալ լավ մասնագետ։ Հիմա չեմ կարա անկեղծ ասեմ ինչով ապայնած որ քչացել են, ակտուալությունն է մեղավոր, որ այդքան ակտուալ չի, բայց կարծում եմ, բայց բավականին ակտուալ է, պատճառը իրոք չեմ կասեմ, բայց մեզ մոտ համատաբար իհարկե լավ վիճակում ենք մենք գտնվում։ Ինձ թվում է որոշակի երևի թե սերունդը, քանի որ հիմա իմ կարծիքով գումար վաստակելը, աշխատելը այդքան էլ դժվար չի, ոնց որ 10-20 տարի առաջ էր, այսինքն երիտասարդները հիմնականում կարան, չգիտեմ, թրեյդինգով զբաղվեն, գումար աշխատեն կամ առևտրով զբաղվեն ու շատ դեպքերում սենց մի հատ բան խոսք կա, չէ, անցավ գլուխը չեն ուզում դնեն ցավի տակ։ Ու այդ իմ կարծիքով դա պատճառը։
որ մեր արհեստավորները պակասում են։ Իրականում, հա, ճիշտ ես ասում։ Մեր ամենակուլմինացիոն հարցը, վերջին շրջանում ամենաշատ քննարկված թեման, արհեստական բանականությունը։ Իմ սիրելի թեման է։ Փոխելու է դիզայներներին, թե չի փոխելու։ Ես այս հարցը բոլոր դիզայներներին տալիս եմ։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը բոլորիդ, ու որպեսզի հասկանամ մեր ոլորտին դա ոնց է անդրադառնալու։ Տես, իրականում իմ մեջ ոչ մի վախ չկա արհեստական բանականության հետ կապված, քանի որ իմ կարծիքով ինքը գործիք է ու շատ լավ գործիք է։ Ինչքան որ ինքը զարգանա, այնքան ավելի ուժեղ ու լավ գործիք է դառնալու հենց մեր համար։ Իհարկե սկիզբը մի քիչ վախենալու էր, որտեղ դեռ որ նոր էր, ոչ մեկս չէինք հասկանում ու կարծրատիպ կար, որ վերջ արհեստական բանականությունը կխլի մեր աշխատանքը։ Այո։ Կարծում եմ, որ չի կարա խլի։ Կարա կոնկրետ ես բավականին շատ օգտագործում եմ, բայց տես, դու կարաս պրոցեսը օգտագործես իօգուտ քեզ արհեստական բանականությամբ։ Օրինակ, թե արեցիր դիզայնը, հասանք իրագործման փուլին, արհեստական բանականությունը ինչ անելու այդ ժամանակ։ Իհարկե, այդ ժամանակ գալիս է պրոֆեսիոնալիզմը ու մարդու դերը, հա, մարդկային գործոնը դուրս չի գալու։ Պետք է լինելու մարդկային գործոն անկախ արհեստական բանականության այդ, չգիտեմ, կատարելագործված վիճակից, հա, այսպես ասեմ։ Դե արհեստական բանականությունը իր սկզբնական փուլից մինչև այսօր շատ մեծ փոփոխություն է ապրել, շատ։ Բայց իրականում ես մի լավ ընկեր ունեմ, Ռուբեն Հայրապետյան, Մատենա բիզնես դպրոցի համահիմնադիրը, երբ որ մենք քննարկում էինք արհեստական բանականության թեման, ինքը մի հատ շատ սիրուն սլայդ էր սարքել, որտեղ մասնագիտություններ էին, քար արտադրող, չգիտեմ, դիզայներ, շինարար, բան այս տիպի, ում կփոխարինի արհեստական բանականությունը, իրականում իր տարբերակը հետևյալն էր, որ արհեստական բանականությունը կփոխի բոլորին, բացի առաջնորդներից։ Ինքն այն մարդկանց, ովքեր կարողանում են առաջնորդել, ովքեր կարողանում են ձիլիգիրված անել, հա, սենց իրենց պատկերացումը, իրենց մտքի թռիչքը ու այդ տարբերակում արհեստական բանականությունը դառնում է իրականում գործիք, որոնք մենք բոլորս օգտագործում ենք։ Ու ես ասեմ, որ արհեստական բանականությունը կոնկրետ ինձ իմ աշխատանքում, իմ process-ի մեջ շատ մեծ օգուտ է տալի իրականում, որ դու կարողանում ես լիքը բաներ թվայնացնել, կարողանում ես լիքը բաներ պատվիրակել, չգիտեմ, AI ագենտներ սարքել, որոնք քեզ կօգնեն քո աշխատանքը կատարելու մեջ, հա։ Օրինակ վերջի շրջանում ժամանակս չի հերիքում, որպեսզի որոշակի թիմերի, հա, դեպարտամենտների հետ աշխատանքս կարողանամ կարգավորել։ Ու ինչ անեմ, Claude-ին վստահ եմ, որ ծանոթ ես, նոր վերսիա ունի, Claude Co-work, որը աշխատում է դոկումենտների հետ, կայքերի հետ, սարքեցի արհեստական բանականության ագենտ, որը ամեն առավոտ ժամը 10-ին մտնում է Trello-ում մեր թիմային բանը, պապկան, սենց ասած, որտեղ որ հանձնարարություններն ու կատարողականներն են, task management-ն է, ու հանձնարարություններ է դնում աշխատակիցներին։ Ես ասեմ, որ իրականում 2-3 օր, հա, անալիտիկա անելուց ու զննելուց հետո թե ինչ տեսակի հանձնարարություններ է դնում, իհարկե սկզբից դու ներկայացնում ես, իրան տալիս ես արժեհամակարգ, իրան տալիս ես իր պատասխանատվության գոտիները, իրականում շատ լավ, եթե ոչ բոլորը, 10-ից 5-6 առաջադրանքը շատ ճիշտ, շատ տեղին ու շատ լավ է դնում, որն էլ մեզ օգնում է թիմերի հետ աշխատանքներում, որ քո զբաղվածությունը կապ չունենա աշխատակիցների ժամանակի հետ, որ մարդիկ միշտ զբաղվածություն ունենան ու միշտ իմանան ուր պետքա գնալ ու ինչ պետքա անել։ Դրա համար արհեստական բանականությունը իրականում մեր համար շատ օգտակար գործիք է։ Այն, որ ես ամեն երկուշաբթի օրը կարիքը չունեմ արտադրության պետի հետ անցած շաբաթը քննարկելու, այլ հենց նույն արհեստական բանականությունը ուսումնասիրում է մեր ամբողջ, հա, օրվա շարժը եւ ինձ տալիս է արտադրական պլան հաջորդ շաբաթվա ու նախորդ շաբաթվա, այդ ինձ արդեն լրիվ բավարար է, ու այդ տևում է ընդամենը 15 րոպե ու ցանկացած վայրում, ցանկացած ժամի, որտեղ ուզում ես լինես։
Ինձ թվում է արհեստական բանականությունը այս մասը շատ կսիրեն այն մարդիկ, ովքեր ճամփորդել են, շատ սիրում։ Արհեստական բանականությունը ամենաշատը իրանց հավոքնելու, որ կարողանան հեռավորության վրա կառավարել իրանց աշխատանքը, տեսնել իրանց աշխատակիցների կատարած գործառույթները ու ապրել ավելի սենց գեղեցիկ կյանքով, ոնց որ վերջի շրջանում մեր երկրում տենց շատ մոդայի կա, մարդիկ, երիտասարդները սիրում են շրջագայել ու այդ շատ լավ եմ գնահատում ու գիտես երբ որ քննարկվում ենք ընկերներով որ գնում եք ինչն է ձեզ հետաքրքիր ուր եք գնում շոփինգն է հետաքրքիր չգիտեմ բնությունն է հետաքրքիր մեծամասնությունը պատասխանում են ճարտարապետությունը ու իրականում ինչ որ մի երկիր, ինչ որ մի քաղաք գնալուց ընտրում եմ ես կոնկրետ նենց քաղաք, որտեղ որ կա ճարտարապետություն, որտեղ կա տեսնելու բան։ Ու այդ ամեն ինչը նաև օգնում է մեզ մեր գործում, նաև օգնում է մեր պատվիրատուներին, որովհետև իրանք էլ են ճամփորդում, իրանք էլ են տեսնում այդ ճարտարապետությունը ու գալիս է այդտեղ։ Նշեցիր, որ շատ կարևոր է նախ ճամփորդել առհասարակ մասնակցությունից դուրս, աշխարհը հայացել մեծանում է եւ այլն, բայց մեր ոլորտում ամենակարևոր բանը ինչի է պետք ճամփորդել։ Երբ որ ճամփորդում ես, գիտելիք ես հավաքում, թե մասնագիտական առումով, թե էսթետիկ առումով, ինչ որ ոգեշնչվում ես, գալիս ես։ Ու նույնը անում է քո պատվիրատուն։ Ճամփորդում է իհարկե ոչ մասնագիտական, ոնց որ դու ես անում, էսթետիկ հաճույքով օրինակ, երբ որ գալիս է, նույնիսկ իմ պատվիրատուներից շատերը նույն այդ էքսպոներին, որ ես մասնակցում եմ, խոսում եմ, գիտեք, ինչ էքսպո եմ գնացել, նորություններով հետ կդառնում։ Մենք էլ ենք եղել այդ էքսպոյի ժամանակ, ասում եմ, իրոք, այսինքն բաց է այդ ամեն ինչը, ու դու այնքան ակտիվ պետք է ոլորտում լինես, որ հետ չմնաս, որ ամեն ինչից տեղյակ լինես, այդ պաշարը ունենաս, որ հետաքրքիր լինես որպես դիզայներ, ունենաս այդ պաշարը, որ տաս, որ կարողանաս ստեղծագործես ու հետ չընկնես այս ռիթմից, ռիթմը շատ է արագ, ու Հայաստանը ցավոք մի քիչ հետ է, միշտ պետք է բաց լինես նոր ինֆորմացիայի, բայց դա չպետք է խանգարի, որ ճիշտ process-ները կազմակերպես, անկախ նրանից դու նոր ինֆորմացիա ունես, թե չէ։ Պետք է ճիշտ կառավարես այն ինչ ունես, քո ունեցած ռեսուրսով, պետք է կարողանաս քո հնարավորության չափերով ճիշտ կառավարես, կարծում եմ։ Ինես ջան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտար, եկար, լավ քննարկում ստացվեց, լավ շփվեցինք։ Իրականում մեր հանդիպումները ոդկասթի շրջանակներում շատ նախընտրած ու շատ տարբեր սենց ֆիլտրներով անցած մարդկանց հետ ենք իրականացնում ստեղ, ովքեր որ կապ ունեն այս ամեն ինչի հետ, որտեղ շատ մարդիկ կարան դիտարկեն, որ սա փոշոտ է, կեղտոտ է, քիչերն են կարողանում գնահատել ու հասկանալ, որ այս ամեն ինչի հետևում կա աշխատանք, կան ամենակարևորը մարդիկ, ովքեր առավոտից իրիկուն այս տարածքում են, ու կա էսթետիկ գեղեցկություն, որը իրականում մեզ հենց բնությունն է տվել ու բնությունը մեր ոգեշնչման ու մեր աշխատանքի հիմնական աղբյուրն է։ Շնորհակալ եմ, որ եկար։ Քեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ շատ ինֆորմատիվ հետաքրքիր զրույցի համար ու շատ հաճելի էր մեկ գաղափարի շուրջ այսքան հետաքրքիր թեմաներ քննարկել քեզ հետ։